Ապրիլի 25-ն է, գտնվում ենք Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 8-րդ փողոցի 37 տան բակում, որտեղ գլխավոր փողոցով անցնող դիտահորիչ մաքրման պատճառով, ինչը պիտի կատարվի Վիոլաջուր ընկերության կողմից, իսկ բակային հատվածում բնակիչը, սա որպես բնակչի սեփական տարածք, Վիոլան այստեղ անելիք չունի, բայց տան տարածքում այս գարշահոտ վիճակը, այս հակասանիտարական վիճակի հիմնական մեղավորը Վիոլա ջուրն է։ Մարդիկ արդեն, քանի օր է այս վիճակն է։ 8 օր։ 8 օր, վերջին անգամ երբ եք զանգել Վիոլա։ 2 ժամ, 3 ժամ առաջ։ Ինչ են պատասխանում։ Փոխանցել են, կմոտենան։ Հիմա բնակիչները խնդրում են, որպեսզի Վիոլա ջուրը իր պարտավորությունը պատշաճ կատարի, այն է փողոցի դիտահորը մաքրի, կոյուղատարերը մաքրեն, ոչ թե ստից գալիս են, որ մի հատ շլանգով մի հատ պզցնում են, գնում են, սկի վարդեվարին դες ջուր չեն պզցնում, գալիս պզցնում գնում են, բայց դրանից հետո այն որ ասում է ֆուֆ հոտը խեղդում է չնքել բանում 2 ժամ հետո նորից նույն խցանումը, նույն կեղտաջուրը հիմա տեսնում եք բնակչի տան բակից դուրս է գալիս ամբողջ հողամասը, որ հիմա ինքը պիտի արդեն սերմերը առածելներ, հողը մշակեր, վարուցանք աներ, հիմա չի կարա, քանի որ ամբողջ տարածքը լցված է կեղտաջրով եւ այսպես որ գնա հարգելի Վիոլա ջուր, ոչ միայն 37 տունն է այս վիճակում հայտնվելու, թեպետ արդեն հայտնվել է, այն նաեւ հարակից տներ։ Այս մարդկանց խնդրանքն է, իրանք չեն ասում, եկեք մեր բակի, մեր հողամասի, մեր սեփական տարածքի կոյուղատարը բացեք։ Եթե գլխավոր փողոցով անցնող կոյուղատարը դուք մաքրեք, ապա այստեղ բնակիչները իրենք տեսեք ինքը իրա բացվելու է։ Կեղտի, ես չգիտես, կեղտաջուրը լրիվ սևացել արդեն։ Այստեղ պիտի լինեք, որ այս հոտը շնչեք։ Հետո ասում են, թե պահպանեք սանիտարահիգիենայի պայմանները, ոնց պահեն, հարգելի Վիոլա ջուր, իսկականից արդեն մարդիկ նադայել են ըլում ձեր համարը հավաքելուց։ Նույնիսկ մարդիկ ասում են համար հավաքելուց հետո ինչ ասես չենք ուզում ասենք։ Ինչա, ոնց ասը, ձեր ձայնը ինչա։ Ձեր զանգը կարևոր է մեզ համար, իմը փոխվել է, ձեր քակը կարևոր է մեզ համար։ Լսեցիք Վիոլա ջուր, ձեր փնթի աշխատանքի պատճառով հիմա կասեք էլի ընկան Վիոլա ջրի հետևից։